Փաշինյան ստորագրվեց հայտնի թրիպի նախագծի հաստատուղթը, որը գործնական առաջին քայլն էր կարելի ասել, եւ դրանից հիմնակարն է այս ամբողջ նախագծի, ոնց կմեկնաբանեք եւ ինչ են սկսել անհանգստացնել այդ նախագծի ստորագրումից հետո, հաստատումի ստորագրումից հետո, ինչ են անհանգստանում, այսպես կոչված 5-րդ շարասյան գործիչները, ընդհանրապես ինչ։ Դե ինչ ասեմ, այնինչ որ քաղաքական իմաստով անցած տարի շրջադարձ տեղի ունեցավ եւ դա տեղի ունեցավ 25 թվականի հունվարի 14-ին, երբ ստորագրվեց Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ համագործակցության այդ պայմանագիր կամ համաձայնություն մեկը գործնական քաղաքականության փուլ մտավ, հետո այն 8 արդեն չեմ ասում մնացածները եւ հիմա իրականացման խնդիրները կան, դա կոնկրետ է արդեն, ինչպես ինչ տեխնոլոգիաներ, ինչ ժամկետներում, սա գիտեք ինչ է, այսինքն Միացյալ Նահանգները Հայաստանին տվեցին շանս զարգանալու, հզորանալու, բարեկեցիկ երկիր դառնալու եւ արևմտյան քաղաքականության հետ դինելու, ինչպես ժամանակին եղել է մեր արքաների ժամանակ եւ դա ինչ ասեմ, Աստծո պարգև է, եթե մենք կարողանանք ռեալիզացնել, որտեղ մի բան է հնարավորությունը, շանսը, մի ուրիշ բան է, երբ որ դուք իրականացնում եք այդ հնարավորություն, ամեն հնարավորություն չի, որ իրականացվի, ուրեմն էս ընդհանուրը, հիմա այնտեղ երկու հարց կա, մեր ինչպես է 5-րդ շարասուն իրեն պահելու, հնագ ես իրենց առաջարկում եմ այդ գողացած փողերը աշխատել հետը ներդնել տնտեսության մեջ, որտեղ իմ պատկերացումով տեխնոլոգիական հեղաշրջում է լինելու, որտեղ կա, տրվում է։ Հիմա մենակ ամերիկյան ներդրումները չեն, հայկական կողմի ներդրումը չի, այլ նաև կողքին չէ հարակից ինչքան տնտեսական հնարավորություններ են լինելու։ Սա ուրեմն պիտի արվի։ Ինչու է 5-րդ շարասյունը մտահոգված, որովհետև տերը մտահոգ է Ռուսաստանը, Հայաստանը ստանում է հնարավորություն այդ ռուսական այդ դարերով զարգանալու, դառնալու ժամանակակից պետություն, ինչը ես շատ եմ ասել, այս քանի տարի մենք նույնիսկ զրուցել ենք իրար հետ, ինչքան հիշում եմ, որ Հայաստանը կարող է եւ պիտի դառնա այսօր Կովկասի բանալի պետությունը, key state-ը, այնպես ինչպես ուրեմն Արևելյան Եվրոպայում ինչպիսին դարձավ Լեհաստանը։ Լեհաստանը ամենալավ ռեֆորմների ենթարկված արևմտյան այդ հնարավորություններն օգտագործած պետություն է, հզորությունը տեսնում եք, ինչքան ուրեմն առաջընթաց ուժեղանում է, այնքան ակտիվությունը մեծանում է։ Եվ դա այդպես է, այնպես որ շանս է պիտի իրականացվի, բայց այստեղ դժվարություններ կան, առաջինը Ռուսաստանն է եւ իր բրոքսիները, ինչպես որ ասում են տեղում, ուրեմն բրոքսի, որտեղ սրանք պիտի աշխատեն նախ անվանազրկել, բամբասել եւ երկրորդը խանգարել, որովհետեւ վերջնականորեն Հայաստանը դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտու չեմ ասում, ռուսական ազդեցությունից, որտեղ ազդեցության գոտին երևի հիմա էլ չկա, բայց հարցը էս է, որ մեր բրոքսիները պիտի հասկանան, որ Ռուսաստանը ինքը բնական մահ է ապրում, այն մահամերձ է էլի, եւ դա անբուժելի է, անբուժելու այնքանով, որքանով չի ակտիվանալու, ի վիճակի չի լինելու, թե չկուզի։ Ես հիշեցնեմ, որ ես ինչքան որ ես ուրեմն Արցախից սկսած մեր պատերազմից եւ ուկրաինական ներխուժումից Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայով ռեալիզացում է Անագոնդայի սկզբունքը, ամերիկյան ստրատեգիան, աստիճանաբար ճզմում են, խեղդում են, այնքան որքանով բավարար կլինի, իրենք կգտնեն, որ դա բավարար է, որպեսզի
չլինի ագրեսիվ պետություն, գուցե տրոհված, գուցե ոչ, արդեն տարբերակների հարց է։ Ակնհայտ է, որ գործը դրան է գնում։ Հիմա եթե այդպես է, Ռուսաստանը երբևէ այլևս չի կարող ակտիվանալ այս մասում։ Դրա համար մեր ժողովրդի մեջ մտայնությունը ինչ կանել ռուսասերեն, ռուսացած են, ինչ կանել կգբեշնիկի, ուրեմն վարակով վարակված են, ռուսական ճակերտավոր մշակույթով հրապուրված, մենք ոնց է եզրակացություն պետք է անեն, հնարավորություն օգտագործենք, բայց այստեղ մի բան կա, որ ես ուզում եմ ասեմ, մենք արդյոք ունենք այն բուհերը, համալսարանները, որոնք զուգահեռաբար դա հսկա համալիր է, չէ, կողքից սպասարկել է պետք աշխատանքի տեղավորման հարց կա, որ մեր երիտասարդությունն աշխատի, մեր երիտասարդությունն ընդգրկվի, ես կարող եմ ասել, որպես ակադեմիական գիտության մարդ, որ դա մենք չունենք համալսարաններ, ռեալ, ինչ էլ կար փլվել է, փչացել եւ այլն։ Ուրեմն դրա համար շատ արագ համալսարանական կրթության, մեր մուսուլման գապարտեզից մինչև համալսարանական կրթություն հիմքերը պիտի փոխել 10 տարի հետո արդյունք կտա, այն կարևոր չի որ այսօր եւ հնարավոր է չի որ այդ արդյունքը տա։ Սա շատ շանս է, հեռանկար է, իսկ Ադրբեջանի պարագայում ինչ է նշանակում Ադրբեջանը ուզի պիտի ընդհանրի այս օրինաչափություններին, ասենք մեզ կմերժի, Պուտինին կմերժի, բայց Թրամփին ոնց է մերժելու։ Դրա համար նաև են մի կողմից ռետորաբանությունը հոխորտանքը դեպի շարունակում է Հայաստան, մյուս կողմից գնում է ստորագրելուն Հայաստանի հետ համագործակցության բենզին, ցորեն, չգիտեմ, երկաթուղի եւ այլն։ Այսօր մենք դուրս ենք ուրեմն եկել անցած տարի, նախանցած տարի համաշխարհային քաղաքականության մեծ թևարգություն, քաղաքական ստրատեգիական իմաստով դա համալրվում է տնտեսական, տեխնոլոգիական բաղադրիչով, հրաշալի է, բայց օգտագործել է պետք հնարավորություն է, բայց այդ հնարավորությունը օգտագործել էլի պրոբլեմ ունի, տեսնում եք, այս ռևանշիզմը գիշեր ցերեկ ցույց գործատուր, բողոքի ակցիա, լրագրողական ուրեմն բայրակթարություն, այս բոլորը տեսնում ենք, անկայուն վիճակ առաջացնելու, բայց քանի որ Ռուսաստանը առնակամ է լինում, հարաբերական է, իհարկե դա, ուրեմն դա անիմաստ է անելը, բայց խանգարում է, չէ, հետ է գցում։ Այս բոլորը համազգային գիտակցության պիտի վերածվի եւ արվի։ Աշինյան, ընտրությունները մոտենում են, ինչ կառավարման հանդես գալիս երկուսարությունը, ընդհանրապես շեք մտադիր։ Ես մի առաջարկ ունեմ, առիթ ունեցել եմ սխեմատիկ ասեմ, հիմա ավելին։ Մենք շանս ունենք, որպես պետություն ժողովուրդ շարունակենք հեղափոխությունը, հիմա թավշակ կասեն, ինչ կասեն, ինչ, բայց դա քաղաքագիտության մեջ Հայաստանի ապրած վիճակը տրանզիտն է, փոխանցման մի ժամանակաշրջան է, դեպի լայն այդպես պետականության ուժեղ, անկախության ամրապնդում, հարաբերություններ հարևանների հետ, հարաբերություններ տերակատարների հետ եւ վերջին հաշվով ունենք նաև երկու խոշոր տերությունների վարյացակամությունը, 3 Հնդկաստանը իր չափով, Ֆրանսիան որպես Եվրոպայի գլխավոր երկրներից մեկը, միջուկային գլխավոր տերություն եւ Միացյալ Նահանգները, այսինքն ինչ ենք ուզում, աստծուց կրակ ենք ուզում։ Ընդ որում մեր բանի դիտողին ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատմականորեն երկրորդ անգամ են հաջորդին այսպեսի մեծ մասշտաբով ձեռք մեկնում, առաջինը Վիլսոնի ժամանակ առաջին հանրապետության հումանիտար օգնության կարգով էր, հիմա տեխնոլոգիական այլ բան չկա։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Ես ինչպես եմ պատկերացնում, ամեն ինչ պիտի արվի հանկարծ ռևանշիզմի վերադարձ ցույց չտա, բայց մենք տեսնում ենք, այսինքն քաղաքական գործընթացը օբյեկտիվ պիտի գնահատել, ուրեմն այդ ռևանշիզմը, որ 5-րդ չարասյուն իրավացիորեն անվանեցինք, շատ է ագրեսիվ, շատ, եւ մոբիլիզացիոն ուժ ունի, տեսնում եք ինչպիսի կատաղությամբ են կռիվ տալիս պետության դեմ, տարբեր պատրվակներով, սխալներ, այսպիսի երկրներում այնքան կլինեն, վրիպումներ կլինեն եւ այլն, եւ սրանք մենք պիտի իմանանք մի բան, որ
եթե տարբեր բաներով կգնան, խմբերով դեպի ընտրություններ, կամ եթե գնում են միասին, կարևոր չի, մեկ է սրանք Հայաստանի պետության դեմ համագործակցելու են, մնացած հարցերը, մնացած ինչպես ռուսներն են ռազմորկան հետո կանեն, հիմա իրենց գլխավոր խնդիրը մնում է իշխանապողությունը, իշխանապողություն վերադարձի իմաստով, ինչ-որ շատ ենք ասել, հիմա սա մի բան է, երբ հաջողություն կունենան, եթե ունենան ու հնարավոր է, որ ունենան, եթե իշխանության ուժերը, այդպես ասենք, եւ ուրեմն հեղափոխությունը կատարած կուսակցությունները, խմբավորումները, քաղաքացիական հասարակությունը անդարբեր եւ տրոհված կնան ընտրությունների։ Իսկ ինչ տեսքով, այսա կարևոր հարց է։ Մեզ ազգային ճակատ պիտի ստեղծել, թե ասենք քաղաքական համագործակցություն, դա տերմին է, քաղաքական համախմբում դեպի ընտրություններ։ Ես կարծում եմ, մեր պետության շահերից է բխում քաղաքական համախմբումը, երբ մի քանի կուսակցություններ, որպես կենտրոններ առանձին կմասնակցեն ընտրություններին, նախ շեմը ցածր է, երկրորդը կունենանք մի քանի կենտրոն տարբեր բաներով, քաղաքական երանգներով, քրիստոնեական ժողովրդավարություն, քաղաքացիական պայմանագիր եւ այսպես շարունակաբար, ինչ որ գիտենք, էլի դուք ավելի լավ գիտեք, հանրությունը շատ ավելի լավ գիտի երևի սրանք, մի 4-5 պիտի լինեն անպայման, որոնք իրար հետ պայմանավորված չպիտի իրար խանգարեն, յուրաքանչյուրը պիտի գնա թիրախավորված ազգային ժողովի ընտրություններ իր ծրագրով, իր առաջարկներով, հանրությունն էլ տեսնի այն բազմազանությունը եւ ռեսուրսը, որը ամեն մեկը չէ իրենը կասի, իրենը կբերի, այս համագործակցությամբ այդ դեպքում մենք հաղթած կլինենք, իսկ եթե այդ կոնսոլիդացիան կամ համախմբումը չպիտի լինի, դժվար է ասել ինչ կլինի։ Հիմա ես մեր կուսակցության բարագայով այսպես եմ մտածում, հետեւյալը, որ տարօրինակ է, որ առաջինը քրիստոնեությունը պետականություն դարձրած ժողովուրդը մինչև հիմա ստեյության քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն չի ունեցել։ Նախ քրիստոնեությունը մեզ բնորոշ, երկրորդ ժողովրդավարությունը։ Ես դες հիշեցնեմ նաև մեր դիտողին, որ ակադեմիկոս ուրեմն Մանանդյանը, որը մեր փայլուն պատմաբաններից մեկն է, հին Հայաստանի մասին, երբ խոսում էր, նա համեմատություն անում ինչ-ինչ բաներով եւ ասում է հնում հայերը իրականացնում են ռազմական ժողովրդավարություն, եւ քրիստոնեությունն է մեզ հարազատ, եւ ժողովրդավարությունը դրա վրա, որի վրա կառուցված է այն կուսակցությունը, որ ես ղեկավարում եմ այսօր։ Հիմա մենք մեր կոնցեպցիայով կգնանք, մեր առաջարկներով, որտեղ մենք ունենք որոշակի պատկերացումներ ժողովրդավարության մասին, տնտեսության կազմակերպման մասին, նաև սեփական տեղական հումքի վրա տնտեսություն կազմակերպելու եւ այլնի մասին։ Հիմա ժամանակին ավելի հանգամանքորեն խոսենք, ավելի դետալավորված, որտեղ սոցիալական պաշտպանվածություն եւ իրավական պետություն անփոփոխ բաներ են, մշակութային զարգացումն է, դա քրիստոնեական ժողովրդավարությունն է։ Հիմա սա անշուշտ ինքը մեր ժողովրդի մեջ ի վերջո քրիստոնեական արժի համակարգով ապրած մարդկանց համար լայն հնարավորություն է տալիս մասնակցել քաղաքականությանը, նաև որպես ժողովրդական կուսակցություն, որտեղ սա հատուկ որևէ դասակարգի կուսակցություն չի, ինչպես ասենք կոմունիստներն են, չէ՞, բանվոր դասակարգի։ Ուրեմն ժողովրդական կուսակցություն այսպես կգնանք բոլոր առաջարկներով։ Ուրեմն սա ներքին խնդիրն է եւ այդ դեպքում եթե կհաջողենք մենք եւ ժողովուրդը մեզ կգործողի, այսպես ասած, մենք խորհրդանում կունենանք բևերներից մեկը, բևեր ասենք, մի քանի ասենք, նույն այդ քաղաքացիական պայմանագիր իր հետո որ կլինի քրիստոնեական ժողովրդավարություն, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ այլն, ասենք, այս խոսքը այն գուսակցությունների մասին են, որոնք հեղափոխություն են արել կամ աջակցել են, օգնել են հեղափոխությանը։ Ներքին առումով ամեն ինչ ակնհայտ է եւ վերջին աշոտը մեր մշակույթի մասին է խոսքը Հայաստանի, բայց երկրորդ մասը ունի նաեւ բան, եթե մենք կտեղավորվենք
մենք աշխարհի լավագույն քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունների հետ համագործակցության խորհրդարանական կապեր կառաջացնենք։ Իսկ դաշինքները չափազանց կարևոր են։ Առաջինը բարձր Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական միությունն է, որպես խորհրդարանական։ Երկրորդը, որ կարող եմ ասել, Բավարիայի քրիստոնյա սոցիալական միությունն է, Ավստրիայի աշխատանքի կուսակցություն այսինքն եւ այսպես կարող ենք ասել, այսինքն ոչ միայն երկրի ներսի իմաստով, այլ նաեւ համագործակցության իմաստով վերջին հաշվով այս հարաբերությունների բանը կունենանք, էլի կոմպլեքսը գումարած Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության հետ լայն համագործակցությունը, որպես արդեն ոչ թե այլանդրանք արտախորհրդարանական, այլ խորհրդարանական կուսակցություն, որովհետև հանրապետական կուսակցության մեջ, չգիտեմ, քաղաքացին գիտի, չգիտի, լայն քրիստոնեական մի շերտ կա, ավանդականորեն այդ կուսակցության մեջ մի քիչ պայմանական քրիստոնյա դեմոկրատական ոնց որ թե որպես պահպանողական շերտ գոյություն ունի, որը պատկերացնում եք ինչ միջազգային կապեր հարաբերություններ են։ Այսինքն եւ այդ իմաստով կուզենայինք, որ այդպես լիներ, կաշխատում ենք այդ ուղղությամբ, հիմա ինչ կստացվի, կտեսնենք, բայց բոլոր դեպքերում պիտի ռևանշիզմի վերածած թույլ չտանք, տաղավոր կլինի մեր համար, այդ Թրամփի ուղի, չգիտեմ ինչ, եւ նրանք էլ ես կարծում եմ, որ անզիջում են կռիվ տալու, արդեն երևում է։